Հիմա ձեր առջևում է մոլորակի ամենահետախուզվող հանցագործ կինը։ Ավելին, նա միակ կինն է, ով երբևէ ԱՄՆ Դաշնային հետաքննությունների բյուրոյի կողմից հայտնվել է թոփ 10 ամենափնտրվող հանցագործների ցանկում։ Ռուժա Իգնատովա, ողջ ֆինանսական պատմության մեջ երբևէ ամենամեծ խաբեբան։ Այս գեղեցիկ կնոջ դիմակի տակ իրականում թաքնված է մի խարդախ խաբեբա, ով մանիպուլացրեց միլիոնավոր մարդկանց, այդ թվում հայտնի գործարարների, հափշտակելով միլիարդավոր դոլարներ։ Ինչպես այս առաջին հայացքից հմայիչ թվացող գեղեցիկ կինը նման ծավալի հանցագործություն կատարեց։ Ռուժա Իգնատովա, բուլղարուհի այս կինը ծնվել է 1980 թվականին Բուլղարիայում։ Նա սովորել է Օքսֆորդի համալսարանում, տիրապետել է մի քանի լեզվի և աչքի էր ընկել իր բացառիկ խելացիությամբ։ Ըստ որոշ աղբյուրների, նրա IQ-ն գերազանցում էր 150-ը։ Համալսարանն ավարտելուց հետո աշխատել է մի շարք խոշոր ֆինանսական կազմակերպություններում, սակայն նա ձգտում էր ավելիին՝ հարստության և համաշխարհային ճանաչման։ 2014 թվականին Ռուժան սկսեց իր մեծ խաղը։ Նա ստեղծեց OneCoin անունով նոր ֆինանսական նախագիծ, ներկայացնելով այն որպես ապագայի կրիպտոարժույթ։ Նա հայտարարում էր, թե OneCoin-ը շուտով կգերազանցի նույնիսկ Bitcoin-ը, և որ այն լինելու է ապագայի արժույթը, և միլիոնավոր մարդկանց կազատի բանկային համակարգի կախվածությունից, ապահովելով ֆինանսական ազատություն և կայունություն։ Ռուժա Իգնատովան մեծ մասշտաբային ելույթներ էր ունենում տարբեր երկրներում, ներկայանալով որպես կրիպտոարժույթի թագուհի՝ Դոկտոր Ռուժա։ Նրա ինքնավստահ պահվածքը, շքեղ հագուստը, թանկարժեք զարդերը և խոստումների համոզչությունը հիպնոզի պես էին ազդում լսարանի վրա։ Նա վստահեցնում էր մարդկանց, որ OneCoin-ը հեղափոխական կրիպտոարժույթ է և համոզում հորդորում ներդրումներ կատարել, որը շուտով հարստության կբերի և կփոխարինի Bitcoin-ին ու աշխարհին կտա ֆինանսական ազատություն։ Նրա խոսքերը հիպնոզի պես ազդում էին մարդկանց վրա։ Ներդրողների թվում կային ոչ միայն հասարակ մարդիկ, այլ նաև հարուստ, հայտնի, միլիոնատեր գործարարներ և նույնիսկ քաղաքական գործիչներ։ Նրա այսպես մասշտաբային ելույթները տարբեր երկրներում լուրջ բիզնես լեդիի տպավորություն թողեց մարդկանց վրա։ Ռուժան խելացի կերպով մանիպուլացնում էր մարդկանց վստահությունը, ներշնչելով, թե իր նախագիծը ճանապարհ է դեպի հարստություն։ Շատերը հավատացին, վաճառեցին նույնիսկ իրենց բնակարանները, դատարկեցին ողջ խնայողությունները և ներդրեցին այս թվային ճակերտավոր հրաշքի մեջ, չգիտակցելով, որ OneCoin-ը իրականում կրիպտոարժույթ չէ։ Այն չուներ իսկական բլոքչեյն, սա նշանակում է, որ գործարքները վերահսկելի չէին և չէին գրանցվում որևէ բաց համակարգում։ Այն չուներ ազատ վաճառք, իսկ արժեքը որոշվում էր ոչ թե շուկայում, այլ հենց Ռուժայի կազմակերպության կողմից։ Այս ամենը պարզապես կազմակերպված խաբեություն էր փաթեթավորված շքեղությամբ։ Միլիոնավոր մարդիկ ներդրեցին ահռելի գումարներ գնելու իրականում գոյություն չունեցող թվային մետաղադրամներ, որոնք ոչ մի արժեք չունեին։ Այսպիսով, OneCoin-ը իրականում ֆինանսական բուրգ էր, հայտնի որպես Ponzi սխեմա, որը ներկայացվել էր իբր նորարարական տեխնոլոգիա։ Այն այսպես ասած խաբեության բուրգ էր, երբ հին ներդրողներին շահույթ են տալիս նոր ներդրողների գումարներով, իսկ վերևում կանգնած է հենց Ռուժան։ Այսպես համակարգը թվում է շահավետ, բայց իրականում եկամուտ չկա։ Երբ նոր մարդիկ դադարում են գումարներ դնել, ամեն ինչ փլվում է, և բոլորը կորցնում են իրենց փողերը։ 2016 թվականին նախագծի մեկնարկից ընդամենը 2 տարի անց եվրոպական բանկերը և ԱՄՆ-ի ֆինանսական վերահսկվող մարմինները սկսեցին նկատել լուրջ, կասկածելի և տարօրինակ գործարքներ և փոխանցումներ։ Նրանք պարզեցին, որ OneCoin-ը իրականում չուներ բլոքչեյն տեխնոլոգիա, իսկ համակարգի ֆինանսական հոսքերը կախված էին բացառապես նոր ներդնողներից։ Բնորոշ այն խաբեության բուրգի։ Իգնատովան շատ կարճ ժամանակում կայծակնային արագությամբ դարձավ դոլարային միլիարդատեր, հարստությունը գրեթե ակնթարթորեն սկսեց աճել։
Նույնիսկ տեխնոլոգիական աշխարհի հսկաները, ինչպիսին են Իլոն Մասկը եւ Ջեֆ Բեզոսը, սկզբնական ժամանակահատվածում այդքան արագ չեն կարողացել հարստանալ։ Կարճ ժամանակ անց նա արդեն ուներ տասնյակ միլիոնավոր դոլարների հասնող անձնական զբոսանավեր, հսկայական թանկարժեք ավտոմեքենաների պարկ, շքեղ առանձնատներ տարբեր մայրաքաղաքներում։ Նա շատ հաճախ կազմակերպում էր երեկույթներ, խնջույքներ եւ ծախսում միլիոնավոր դոլարներ։ Նա ապրում էր շքեղ կյանքով։ Նրա անհավատալի հաջողությունը սկսեց լուրջ կասկածներ հարուցել իրավապահ մարմինների մոտ։ Հաշվի առնելով աճող մտահոգությունները, ֆինանսական վերահսկիչ մարմինները սկսեցին հանրային նախազգուշացումներ տարածել, հորդորելով ներդրողներին, որ OneCoin-ը ոչ թե կրիպտոարժույթ է, այլ հնարավոր է դառնա պատմության մեջ երբևէ ամենամեծ ֆինանսական խաբեությունը։ Բայց միևնույն ժամանակ միլիոնավոր մարդիկ դեռ հավատում էին նրան, նույնիսկ այդ նախազգուշացումներից հետո նրանք շարունակում էին ներդնել իրենց գումարները ողջ ունեցվածքը հավատալով կրիպտոարժույթի թաքուհուն։ Մինչև չի լինում շատ ուշ։ Ռուժայի ստեղծած OneCoin-ի բուն պատմության մի կարևոր փուլ սկսվեց այն պահից, երբ Ռուժա Իգնատովան ծանոթանում է եւ սկսում հանդիպել ֆինանսիստ Ժիլբերտ Արմենտայի հետ։ Նրանց միջև սկսվում է սիրավեպ։ Այդ տղամարդը դառնում է ոչ միայն Ռուժայի սիրեկանը, այլ նրա ամենավստահելի գործընկերը։ Ռուժան իր բոլոր ֆինանսական գործարքները կատարում էր նրա միջոցով։ Բայց ինչպես ավելի ուշ Ջիլբերտի պնդմամբ իրենց ծանոթության սկզբում նա գաղափար անգամ չուներ, թե ինչ ծրագիր է իրականացնում Ռուժան։ Սակայն ժամանակի ընթացքում նա սկսում է հասկանալ, որ OneCoin-ը ոչ թե հեղափոխական կրիպտոարժույթ է, այլ գերժամանակակից խարդախության սխեմա։ Բայց նա արդեն սիրահարված է լինում Ռուժային եւ դա նրան ընդհանրապես չի հետաքրքրում։ Նրա շփումը Իգնատովայի հետ սկսեց ուշադրություն գրավել ԱՄՆ-ի ազգային անվտանգության կողմից։ 2017 թվականին ԱՄՆ իրավապահները պարզեցին, որ Ջիլբերտոն բացի սա կասկածվում է նաև ԱՄՆ-ում մեկ այլ փողերի լվացման մի շարք դեպքերով։ ԱՄՆ իրավապահները սկսում են Ջիլբերտին հետևել գրեթե օրը 24 ժամ։ Կան կասկածներ, որ նա ներգրավված է ապօրինի հսկայական ֆինանսական մուտքերի եւ փոխանցումների կազմակերպման մեջ հենց ԱՄՆ-ում։ Սակայն մինչ այդ պահը ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը դեռ չուներ բավարար ապացույցներ Ռուժայի դեմ պաշտոնապես ուղիղ մեղադրանք ներկայացնելու ֆինանսական խաբեության մեջ։ Իրավական հստակ փաստեր դեռ չկային, բայց նրանք համոզված էին, որ OneCoin-ը իրականում խարդախություն է։ Բայց ինչ վերաբերվում է Ջիլբերտին, կասկածներից բացի կան նաև ապացույցներ եւ դա բավական է լինում, որ նրան ձերբակալեն։ 2017 թվականին, երբ Ջիլբերտ Արմենտան իր անձնական ինքնաթիռով վայրէջք կատարեց Քոննեկտիկուտ նահանգի օդանավակայաններից մեկում, նրան արդեն սպասում էին ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը։ Օդանավից դուրս գալու պահին հենց թռիչքուղում Ջիլբերտը ձերբակալվում է։ Նրան անմիջապես ներկայացվում են մեղադրանքներ փողերի լվացման, կեղծ փաստաթղթերով բանկային հաշվեհամար բացելու եւ հսկայական ապօրինի 100 միլիոնավոր դոլարների փոխանցումների իրականացնելու մեջ։ Այս գումարները հիմնականում գալիս էին OneCoin շարքային ներդրողներից, ովքեր հավատացել էին Ռուժայի մեծ խոստումներին։ Ջիլբերտ Արմենտան ընդունեց իր մեղավորությունը։ Այս ամենից հետո նրան սպասում էր երկարաժամկետ ազատազրկում, սակայն ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը նրան առաջարկում է գործարք, փոխարենը կրճատել եւ մեղմացնել նրա պատիժը։ Կիսվել այն ամենով, ինչ գիտի Ռուժա Իգնատովայի OneCoin ֆինանսական գործունեության մասին եւ հետևել նրան։ Ջիլբերտ Արմենտան գիտակցելով իրավիճակի լրջությունը եւ իր ազատությունը կորցնելու ռիսկը համաձայնվում է համագործակցության։ Նա սկսում է համագործակցել ԱՄՆ-ի դաշնային հետաքննությունների բյուրոյի հետ, գաղտնի կերպով փոխանցելով տեղեկություններ Ռուժա Իգնատովայի գործունեության մասին։ Իրավապահները նրա ժամացույցի մեջ, ինչպես նաև այն բնակարանը, որտեղ նրանք ապրում են, տեղադրում են գաղտնի ձայնագրող սարք եւ հանձնարարում շարունակել շփումը եւ սիրավեպը Ռուժա Իգնատովայի հետ։
Բայց մինչ այս Ռուժա Իգնատովան արդեն տեղեկացված է լինում Ջիլբերտի ձերբակալման մասին։ Նրա վստահությունը կտրուկ նվազում է։ Նա սկսում է կասկածել, որ Ջիլբերտը կարող է մատնել իրեն։ Բայց չնայած դրան, նա շարունակում է ելույթներ ունենալ եւ մանիպուլացնել մարդկանց իր կեղծավորությամբ։ Այս ընթացքում ԱՄՆ ազգային անվտանգությունը փորձում է Ջիլբերտի միջոցով դուրս գալ Ռուժայի դեմ։ Նա բյուրոյին տրամադրում է տվյալներ OneCoin-ի իրական ֆինանսական հոսքերի, հողերի լվացման սխեմաների եւ հատկապես այն մասին, թե ինչպես էր Ռուժան կառավարում միլիարդավոր դոլարների ներդրումները, թաքցնելով դրանք թաքնված հաշիվներում, դրսում գտնվող կեղծ կազմակերպությունների միջոցով։ Սակայն երկու շաբաթ հետապնդումից հետո տեղի է ունենում անսպասելին։ 2017 թվականի հոկտեմբերի 25-ին, երբ ԱՄՆ-ն պատրաստվում էր ներկայացնել Ռուժա Իգնատովային պաշտոնական մեղադրանք մի շարք ֆինանսական հանցագործությունների համար, նա անհետանում է առանց որևէ հետքի, տանելով իր հետ 4.5 միլիարդ դոլար։ Մինչ օրս ոչ Ռուժա Իգնատովայից, ոչ էլ գումարից որևէ տեղեկություն ոչ ոքի հայտնի չէ։ Նա դարձավ ներկա ժամանակների աշխարհում ամենափնտրվող, ամենախելացի հանցագործ կինը։ Նրա անհետացման հետ կապված մի քանի վարկածներ կան։ ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն եւ բազմաթիվ այլ աղբյուրներ ոչ թե պարզապես կարծում են, այլ համոզված են, որ Ռուժա Իգնատովայի անսպասելի փախուստի հետևում կանգնած է Ջիլբերտ Արմանտոն։ Սա բացատրվում է այն փաստով, որ Ջիլբերտը ենթադրաբար սիրահարված էր Ռուժային եւ չէր ցանկանում, որ նրա հետ որևէ բան պատահի։ Ըստ նրանց, Ջիլբերտն իմանալով, որ իրեն մշտապես հետևում եւ ձայնագրում են, այս ամենի մասին նա հնարավոր է ժեստերով կամ այլ ոչ խոսքային ակնարկներով Ռուժային տեղեկացրել է, որ նրան հետևում են ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը։ Իսկ խելացի ու շրջահայաց Ռուժայի համար դա բավական էր հասկանալու եւ անհետանալու համար։ Նրա հիմնած OneCoin-ը իրականում կրիպտոարժույթի հետ որևէ կապ չուներ։ Այն պարզապես խաբեություն էր, նա միլիոնավոր ներդրողներից վերցրեց միլիարդավոր դոլարներ եւ անհետացավ։ Մինչ օրս նրա ճակատագիրը մնում է չպարզված, սակայն տարիների ընթացքում ի հայտ են եկել մի քանի հիմնական վարկածներ, որոնք փորձել են բացատրել նրա խորհրդավոր անհետացումը։ Բազմաթիվ փորձագետներ ու հետաքննող լրագրողներ համոզված են, որ Ռուժա Իգնատովան ունեցել է սերտ կապեր բուլղարական հանցավոր աշխարհում գործող ազդեցիկ հեղինակավոր խմբավորումների հետ։ Ըստ որոշ աղբյուրների, OneCoin-ի միջոցով շրջանառվող հսկայական գումարների մի մասը ուղղվել է հենց այս հանցախմբերի հաշվին, ենթադրաբար իրենց բաժին։ Կան տեղեկություններ, որ Ռուժան ամսական վճարել է շուրջ $100,000 այդ հանցախմբերին իր անձնական պաշտպանության համար։ Հաջորդ վարկածն այն է, որ նա զոհ է դարձել։ Երբ OneCoin-ի ֆինանսական պիրամիդան սկսվեց փլուզվել եւ իրավապահ մարմիններն ավելի մոտեցան ճշմարտությանը, առաջ քաշվեց մեկ այլ վարկած։ Հանցախումբը, որն ի սկզբանե օգտագործել է Ռուժային որպես խելացի գործիք մարդկանց մոլորեցնելու եւ գումարներ ներդնելու համար, որոշել է ազատվել նրանից։ Ըստ այս տեսության Ռուժան սպանվել է, իսկ մարմինը ոչնչացվել։ Երրորդ վարկածն այն է, որ Ռուժան փախել է եւ ողջ է։ Մյուս կողմից, մի խումբ միջազգային փորձագետներ համոզված են, որ Ռուժա Իգնատովան շատ ավելի խորամանկ ու խելացի էր, քան թվում էր առաջին հայացքից։ Նրանք պնդում են, որ նա անձամբ է պլանավորել իր անհետացումը, իսկ իր ունեցած հսկայական ֆինանսական միջոցները նրան հնարավորություն են տալիս փոխել արտաքին տեսքը պլաստիկ վիրահատությամբ եւ թաքնվել։ Շատերն այսօր ենթադրում են, որ նա կարող է գտնվել հարավային Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում կամ մեկ այլ երկիր, որտեղ նա կարող է հեշտությամբ խուսափել միջազգային հետախուզումից։ Այս բոլոր վարկածները մինչ օրս մնում են չհաստատված, սակայն դրանցից յուրաքանչյուրում թաքնված է մի վտանգավոր խորը ճշմարտություն։ Կին, ով կարողացավ ստեղծել ֆինանսական համակարգ, որը մոլորեցրեց ամբողջ աշխարհը, թողնելով իր ետևում միայն հարցեր եւ ենթադրություններ։ Ինչ էլ որ լինի, մեկ բան պարզ է. Ռուժա Իգնատովան մտել է պատմության մեջ որպես երբևէ ամենամեծ ֆինանսական խաբեբան, ում դեմ հարուցված գործը
ընդգրկում է ավելի քան 175 երկիր։ Նա այսօր ԱՄՆ-ի ազգային անվտանգության կողմից դասվում է աշխարհի ամենավտանգավոր հանցագործների թոփ 10-ում, և նրա հայտնաբերումը դարձել է միջազգային իրավապահ համակարգի մի մեծ մարտահրավեր։ Իսկ մինչ իրավապահները փորձում են բացահայտել նրա ճակատագիրը, միլիոնավոր մարդիկ ամբողջ աշխարհում դեռ սպասում են արդարության, կորցրած իրենց ներդրումների հույսով։ Իրավապահները նրա գտնվելու վայրի մասին կամ ցանկացած տեղեկություն, որը կհանգեցնի նրա ձերբակալմանը, խոստանում են ահռելի $5 միլիոն պարգևատրում։ Հարգելի բարեկամներ, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք ցտեսություն։